հայկական կողմը հյուրընկալում է Ռուսաստանի թշնամուն։ Սա ինչի մասն է խոսում եւ ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ։ Հայաստանը հյուրընկալում է ոչ միայն մի Ռուսաստանի թշնամուն, այլ Հայաստանը հյուրընկալում է հակառուսական մի ամբողջ կոնգրես։ Այս մարդիկ անգամ չեն էլ թաքցնում, որ Հայաստանը իրենց համար երկրորդական է։ Նրանք սկսեցին անմիջապես խոսել Ուկրաինայի մասին, Ուկրաինայի պատերազմի մասին, Եվրոպայի միասնության մասին Ռուսաստանի դեմ, ի վերջո հաստատ կընդունեն ինչ-որ փաստաթուղթ եւ կստիպեն, որ իրենց ծառաները ստորագրեն այդ փաստաթուղթը, դատապարտելով Ռուսաստանը, հնարավոր է նաեւ կմիանան որոշ սանկցիաներին։ Գիտեք, եթե նրանք ուզում են, թող անեն։ Եթե մեր հասարակությունը պատրաստ է հիմա նոր թշնամի ձեռք բերել, եթե Թուրքիան, Ադրբեջանը, որոնց զինում է Իսրայելը, մեզ քիչ էր, հիմա մեզ նոր թշնամի է պետք, այն էլ Իրանի սահմանի վրա, Իրանի կողքը գտնվող երկիր, հյուրընկալում է մի ամբողջ դաշինք, որը աջակցում է Իրանի դեմ այս հարձակմանը Միացյալ Նահանգների եւ քննարկում է նաեւ ռազմական օգնությունը Իրանի դեմ։